Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տեսեք, հետաքրքիրը այն է, որ իմ հրապարակումները կոռուպցիային բազմաթիվ այլ է եւ հենց թաղապետի ասածով Արի ես քեզ աշխատանք եմ առաջարկում, եթե սրտացավ քաղաքացի ես, արի ես քեզ համապատասխան աշխատանք եմ առաջարկում, բարձր աշխատավարձով լայն լիազորություններով։ Այսինքն Միգրանտեր Մարգարյանն է, ձեզ առաջարկում է։ Այսինքն լայն լիազորություններով աշխատանք բարձր վարձատրվող ժողովուրդ ջան, հարգելի լրատվամիջոցներ, ես չեմ վաճառվում, ես ունեմ սկզբունք, արժե համակարգ, որը ես այդ գիծը չեմ ասում։ Այսինքն անկախ ամեն ինչից բազմաթիվ են եղել առաջարկները, պաշտոնները, ես միշտ մերժել եմ, որովհետև դա իմ սկզբունքների դեմ է։ Այսինքն եթե դե ես այդ ամենը միայն դրա համար եմ դիտարկում։ Պատկերացրեք, եթե ես պաշտոն ընդունեմ, բնականաբար ես պետք է լռեմ։ Եթե ես պաշտոն եմ, ինչպես կարող եմ ես բացահայտել պետական պաշտոնյան կոռուպցիան։ Իշխանական լրատվամիջոցներում տարածվեցին տեղեկություններ, որ ձեզ ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը եւ հարցադրում արվեց, թե այնուամենայնիվ, եթե դուք չեք աշխատում, որտեղից ձեզ ֆինանսական միջոցներ, այդ թվում եւ ապրելու համար։ Շատ լավ։ Ուրեմն տեսեք, իմ 3 տարվա հանրային գործունեության ընթացքում ես եղել եմ Նիկոլի պրոյեկտ, եղել եմ ադրբեջանական շպիոն, եղել եմ գործակալ, եղել եմ բոլոր ընդդիմադիր դաշտի պրոյեկտը եւ իրանց մարդը, բայց ոչ մի փաստահեն փաստ չի եղել։ Իսկ ինչը վերաբերում է ֆինանսավորման, ախր ինչ ան, այսօր ես ոնց հասկանում եմ, ով ընդդիմադիր հայացքներ ունի, ինքը կամ երկրի դավաճանա, կամ նախկինների հետ կապած է, կամ ռուսի շպիոնը, ֆինանսավորում է։ Այսինքն այսօր ով Նիկոլին չի աջակցում, ուրեմն այդ կարգավիճակում է գործունեություն իրականացնելու գործունեությունը ես 3 տարվա իրականացրել եմ իմ անձնական ֆինանսական միջոցներով, այսինքն դա ոչ որևիցե ծախսեր չի ենթադրում, այսինքն հեռախոսը, որը արժի մոտ 200,000 դրամ, նկարել եմ եւ իմ հեռախոսը մոնտաժ եմ արել, հրապարակել եմ, այսինքն որևիցե ծառայություն, որևիցե մեկին չեմ վճարել, որ այդ աշխատանքները իրականացնեն, իմ միջոցներով եմ իրականացրել։ Այդ թվում շատ իմ նկատմամբ քրեական գործեր են հարուցել, որը ին շահերը պաշտպանելու համար ես փաստաբանական ծառայության ծախսերը իմ ֆինանսական միջոցներով եմ հոգացել, սակայն այս վերջի միջադեպից հետո սենց մեծ ֆինանսական բեռ է ինձ վրա եկել առաջացել, որի արդիվ ես արդեն իմ շահերը պաշտպանելու համար ես պատրաստվում եմ դրամահավաք իրականացնել եւ ժողովրդին խնդրել ինձ աջակցել, որ այս ապօրինության, այս անարդարության դեմ ինձ ֆինանսապես աջակցեն, որ ես կարողանամ այդ ֆինանսական մեծ բեռը լուծել։